ժողովուրդը գնալով ավելի ու ավելի շատ է արժևորում հոգևորը, մնայունը, արժեքայինը, քան նյութականն ու անցողիկը։ Այստեղ նա ունի գաղափարական, արժեքային պրոբլեմ, կոլիզիա է առաջանում նրա հետ, որովհետև ինչպես վերլուծում ենք նրա ամբողջ վարք ու բարքը, նրա խոսսույթը, նրա արած չարածը, նրա հայտարարությունները, ամեն ինչը գալիս հանգում է փողին, նյութականին, ուտելուն եւ այլն։ Եվ նրան այստեղ պահող սուբյեկտներին անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը հենց լինի նյութապաշտ, որին ավելի հեշտ լինի կառավարելը, որովհետև եթե մարդը նյութապաշտ է, նյութի գերին է դառնում, նրան շատ ավելի հեշտ է լինում ստրկացնել, կառավարել։ Իսկ հիմա, քանի որ մեր եկեղեցու աջակցությամբ ժողովուրդը դուրս է գալիս այդ անազատության վիճակից գնալով ազատ մարդկանց թիվը շատանում է, այստեղ նա իր կառավարման համար պրոբլեմներ է տեսնում։